Պարոն Գաբրելյան, եթե անկեղծ ես ավելի խորքային լուծումներ էի ակնկալում ձեր կողմից, որ ներկայացվեին ինչպես զինված ուժերում, այնպես էլ ներքին անվտանգային համակարգում առկա խնդիրների, մասնավորապես ապօրինի զենքի կիրառման բազմաթիվ դեպքերն ինչպես պետք է կասեցվեն, հաղթահարվեն, եւ նաեւ զինված ուժերում տեղի ունեցողի վերաբերյալ Զարուհի Բաթոյանը այդ հարցը հնչեցրեց, բայց ես ուզում եմ եւս մեկ անգամ այդ հարցը հնչեցնել, բայց ակնկալելով կոնկրետ պատասխաններ։ Պարոն Գաբրելյան, միայն 2026 թվականին 7 ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 8 մահ։ Սա ուղղակի խայտարակություն է։ Ես ուզում եմ դուք ձեր պատկերացումները ներկայացնեք, թե այս ողբերգական իրավիճակը ոնց կարելի է հաղթահարել։ Մի քանի կետերով։ Ես իհարկե հասկանում եմ, որ լուծումը շատ պարզ չէ, պարզունակ չէ, ավելի կոմպլեքս լուծումներ են այստեղ անհրաժեշտ, բայց քանի որ դուք առաջիկայում հավանաբար 1 օր հետո կլինեք պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար, ես ենթադրում եմ, որ դուք ունեք արդեն այդ պատկերացումները, այդ խնդիրները ոնց պետք է հաղթահարվեն։ Եվ այստեղ նաև ես ուզում եմ դուք անպայմանորեն խոսեք քաղաքական պատասխանատվության մասին։ Տեսեք, Ազատ գյուղում ողբերգական 15 մահից հետո նույնիսկ որևէ քաղաքական պատասխանատվության դրվագ չի ֆիքսվել։ Ոչ մի քաղաքական հրաժարական այդ առումով չի եղել։ Եվ այստեղ ես ուզում եմ ձեզ հետ զուգահեռ անցկացնել, ոչ թե հակադրության մասով, այլ ուղղակի երևույթների քննարկման մասով։ Երբ որ նախորդ խորհրդարանում դուք ձեր падգամավորական մանդատը վայր եք դրել, հավանաբար падգամավորին ոչ վայել վարքագծի դրսևորման բերումով, դա քաղաքական դիրքավորում էր, քաղաքական պատասխանատվության դրսևորում էր։ Հիմա երբ հերթը խոսքը հասնում է նրան, որ մենք ունենում ենք զինված ուժերում մահերի դեպքեր, ողբերգական մահերի դեպքեր, այդ դեպքում քաղաքական պատասխանատվության որևէ դրսևորում չի լինում։ Ես ուզում եմ նաև իսկապես դուք խոսեք այս քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։ Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մասով ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես ստեղծումից ի վեր ինքը ընդհանրապես հանրային առումով կարամ մի քիչ կոպիտ հնչի, բայց այտենց մատների արանքով եմ նայել, այդ թվում նաև քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կամ պետությունը ղեկավարած մարդիկ կամ պաշտոններ պետական զբաղեցրած մարդիկ ավելի շատ վերաբերվել են դրան, որ խոսքը բարձրաձայնում ենք, պատասխանատվությունը ստանձնում ենք, բայց երբ որ գալիս է կրելու ժամանակը, այտենց է պահա անտեսում ենք։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր մատնանշված խնդրին առայն, որ զինված ուժերում կան խաղաղ պայմաններում զոհեր, ես չեմ կարծում, որ ձեր հարցադրումը, որքան որ դուք ինձանից պահանջում եք ուղիղ եւ պարզ պատասխան, առավելևս որ գիտեք, որ մեր խնդիրը նախ եւ առաջ այն չէ, որ ինչ որ մեկը պատասխանատվություն կրի։ Մեր խնդիրը նախ եւ առաջ այդ իրավիճակը շտկելն է եւ նմանատիպ դեպքերը կանխարգելելը, աշխատել է այդ ուղղությամբ, որ մենք ընդհանրապես նմանատիպ դեպքերի մասին չխոսենք։ Եվ այդ կոնտեքստում մենք Պաշտպանության նախարարության մենք գործընկերների հետ ազգային ժողովի падգամավորի մանդատի շրջանակում վերահսկողության, բայց ալի շեշտադրեմ, հետևողական վերահսկողության շրջանակում մենք պետք է ուղղությամբ աշխատենք եւ հասնենք նրան, որպեսզի մեր զինված ուժերում չենք գուցե եւ չկարողանանք ընդհանրապես բացառենք, որ խաղաղ պայմաններում մահեր չունեն, որովհետեւ բոլորը հասկանում եք, չէ՞, ինչա իրանից ներկայացնում բանակը։ Իշքան էլ մարդիկ ասեն, ես գիտեմ, օրինակ Սեյրան Օհանյանը ժամանակին ասել է, որ բանակը մի նկարագրեք որպես մեր հանրության խտացված պատկեր, բայց ոչ մեր բանակը հենց խտացված հանրության պատկերն է, որովհետեւ դու ծառայության ժամանակ հանդիպում ես մարդուն եւ իր արժանամակարգին եւ որակին, որը որ կարող է կյանքիդ ընթացքում երբևիցե չհանդիպես։ Կարող է այդպես ստացվի, երբևիցե չհանդիպես։ Հենց այդ առումով ինքը բավականին խտացված։ Գրքին ասեմ, Տիկին Գրիգորյան, ես եւ Տիկին Բաթոյանի եւ ձեր բարձրաձայնած հարցը բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մասով լրջագույն խնդիր է, այդ խնդրի ուղղությամբ պետք է աշխատել, այդ դեպքերի վերաբերյալ ես կարծում եմ այնուամենայնիվ պետք է աշխատել, որպեսզի առաջնահերթ կանխարգելող
ֆունկցիաները աշխատեն այդտեղ, ոչ թե որ մենք իդեպ այդտեղ դրան էլ եմ անդրադառնալու տասկից, ինչպես խոսվեց նաև պրոակտիվ եւ ռեակտիվի մասին, այդ երևի տենց հայրի ամենատենց ընդհանուր մեր հավաքական պատկերի ամենամեծ խնդիրն է, որովհետեւ մենք շատ ու շատ, եթե չասեմ դեպքերի մեծամասնության մեջ ռեակտիվ ենք, այլ ոչ թե պրոակտիվ։ Դրա համար շատ ու շատ դեպքերում մենք արձագանքող ենք, այլ ոչ թե կանխարգելող։ Արձագանք։ Պարոն Գաբրելյան, տեսեք, վերջին մահը, որ արձանագրվեց բանակում, Նարեկ Թորոսյանի ողբերգական մահն էր, եւ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հատկապես առաջին մի քանի օրերին, հետո չգիտեմ համապատասխան հաղորդագրությամբ հանդես եկան թե ոչ, բայց սկզբում ընդհանրապես որևէ դիտարկում այդ առումով չկար, ցավակցական խոսք, արձանագրում, որ նման ողբերգական մահ կա, դա եւս վերաբերմունք է եւ զինծառայողին, եւ նրա ընտանիքին։ Երբ որ ասում եք հասարակություն, բանակ, ինքը խտացված պատկերն է հասարակության, միգուցե տեսականորեն ճիշտ եք ասում, բայց բանակում խստացումները, սահմանափակումները իրանք շատ ավելին են, քան հասարակական ազատ հարաբերությունների տիրույթում, երբ որ դիտարկում ենք։ Այսինքն բանակ ունի այնպիսի վերահսկողական գործառույթներ, որ չի կարելի նույն հարաբերությունները համատել ազատ, ոչ բանակից դուրս հարաբերությունների հետ։ Ես իսկապես կարծում եմ, որ այո, մենք պետք է մտածենք ինչպես կանխարգելել։ Ես իմ հարցը մեծ հաշվով հենց դրա մասին էր։ Ինչ անել, որպեսզի մենք ոչ թե հետո այս ողբերգական արձանագրումները անենք, այլ ինչպես կանխենք։ Բայց եթե անկեղծ դրա հատուկ պատասխան չլսեցի էլի ձեր կողմից։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, հենց այդ հարցը չեք կարող լսեք դրա պատասխանը, որտեղ դա կոմպլեքս գործառույթ է, դրա մասին ենք խոսում, որ դա կրթության հարց է, դա գիտության հարց է, դա դաստիարակության հարց է, բայց դա այդ կոնտեքստում նաև չեմ ուզում ասեմ, որ ես ներքին համակարգային խնդիրները բանակի գցում եմ, այսպես ասած կները կարող կոպիտ եմ արտահայտում, հասարակության դաշտել, այդ խնդիրները փոխկապակցված են իրար հետ, պետք է գնալ իրար հետ աշխատել, հասկանալ ոնց այդ խնդիրները լուծել, որտեղ այդ խնդիրները նոր չեն, իրանք մշտական են, ապագայում կարծում եմ լինելու են նաև, եւ երբ որ դուք ինձանից պահանջում եք հստակ պատասխան, ես կարող եմ ասեմ բացառապես մի բան, ես ազգային ժողովի падգամավոր եմ, ես ունեմ լիազորություններ, ունեմ իրավունքներ, ունեմ պարտականություններ, ունեմ վերահսկողության գործիքներ, որի շրջանակում պետք է գնամ աշխատեմ եւ եթե տենցա կարամ գնամ դեպք առ դեպք, գնանք հասկանանք, ուսումնասիրենք, որն է եղել պատճառը, այդ թվում նաեւ շատ պետք կլինի, կարանք այդ քնող գործառույթ որոշակի առումով անենք, ոչ մի խնդիր դրա մեջ չկա։ Ես չգիտեմ, էլի բարդ է մի քիչ տեղավորվել, էլի, որովհետեւ թեման լայն է, ինքը էլի եմ ասում հիմա որ պատասխան եք ուզում, մի պատասխան չկա, մի քանի բան կարամ ասեմ միանգամից եւ կարծում եմ ավարտում եմ, կոմպլեքսի մեջ է պետք դիտարկել։